Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 15-ին անցկացվեց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության վարչության նախկին պետ Անդրանիկ Քասարյանի եւ նրան փոխկապակցված անձանց ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ գործի քննությունը։ Նիստի առանցքում այս անգամ դատախազության ֆինանսական հաշվարկներն էին։ Պատասխանող կողմը դատարանին ներկայացրեց նոր գրավոր առարկություններ, պնդելով, որ հաշվարկներում առկա են անհամապատասխանություններ, իսկ աշխատանքային Excel ֆայլը չի պարունակում հաշվարկների բանաձևերը, ինչը ըստ փաստաբանների անհնար է դարձնում դրանց ամբողջական ստուգումը։ Քասարյանի ներկայացուցիչ Տիրան Աբգարյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև իրենց գնահատմամբ մի շարք հակասությունների վրա կապված 2019 թվականի դրամական մուտքերի հաշվարկների, առանձին բանկային գործարքների եւ հնարավոր կրկնակի հաշվառումների հետ։ Նշեց, որ այդ հանգամանքները կարող են էական նշանակություն ունենալ գործի քննության համար։ Ի պատասխան գլխավոր դատախազության ներկայացուցիչ Նաիրա Արտաշեսյանը պարզաբանեց, որ հաշվարկներն իրականացվել են օրական կտրվածքով, կանխիկ եւ անկանխիկ միջոցների առանձին հաշվառմամբ, ինչպես նաև հայտնեց, որ ներկայացուցչի բարձրացրած հարցերը լրացուցիչ կուսումնասիրվեն։ Նիստի ընթացքում պատասխանող կողմը կրկին անդրադարձավ Q Project ընկերության գործունեությանը, ներկայացնելով ֆինանսական փաստաթղթեր եւ պնդելով, որ ընկերությունը օրինական գործունեության արդյունքում է ձևավորել իր եկամուտներն ու շահույթները։ Ըստ այդմ, ընկերության բաժնեմասի բռնագանձման պահանջն անհիմն է։ Կողմերը քննարկեցին նաև այն վարույթները, որոնց փաստական հանգամանքներն օգտագործվել են որպես բռնագանձման հայցի հիմք։ Անդրանիկ Քասարյանի ներկայացուցիչը վիճարկեց այդ մոտեցման իրավաչափությունը, մինչդեռ գործով դատախազը նշեց, որ այդ վարույթների փաստական տվյալները կարող են օգտագործվել գործի քննության շրջանակներում։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մի շարք անշարժ գույքեր, տրանսպորտային միջոցներ, բանկային ավանդներ, ընկերություններում մասնակցության իրավունքներ, ինչպես նաև դրամական միջոցներ, որոնք ըստ հայցի ունեն ապօրինի ծագում կամ չեն հիմնավորվում պատասխանողների օրինական եկամուտներով։ Հայցի շրջանակում պահանջվում է նաև բռնագանձել Q Project ընկերության 100%, Արկադիա ընկերության, ինչպես նաև Արկադիա Շին ընկերության 50% մասնակցությունները։